Մենք որպես ազգ պիտի ունենանք այդ անկեղծությունը ինքներս մեզ հետ հարց տալու։ Մենք ուզում ենք պետություն ունենալ։ Ողը մտքներից չկա, ինքներս մեզ խաբում ենք։ Երբ մի ժողովուրդ դարերով երազում է պետություն ունենալ ու վերջապես ունենում է անկախ պետություն, այդ ժողովրդի կեսը անկախության առաջի 30 տարում չի արտագաղթում Ամերիկա կամ Հոլանդիա։ Չի լինում այդպես բան։ Հենց մեկ գնացեք Ամերիկայում, տեսեք հայաշատ վայրերում ինչ է կատարվում։ Այնտեղ կան Հայաստանից արտագաղթած հայեր, կան Լիբանանից արտագաղթած հայեր, կան Եվրոպայից արտագաղթած հայեր, կան Իրանից արտագաղթած հայեր, կան Իրանից դեպի Եվրոպա, հետո Եվրոպայից նոր Ամերիկա արտագաղթած հայեր։ Տպավորությունն է, որ հայերը ամեն տեղից ամեն տեղ գնում են, մենակ մի բացառությամբ Հայաստան չեն գալի։ Ես փոքր ժամանակ Բելգիայում էի ապրում։ Բրյուսելում այնքան հայ երաժիշտեր հավաքվել, նվագախումբ էին բացել։ Նվագախումբ, օրկեստր էին բացել հայ երաժիշտներով, Հայաստանից արտագաղթած։ Այսօր հայ երգիչը, հայ հումորիստը գնում է Եվրոպա, տուրնե է անում, ու ասում է՝ «Սիրելի բարեկամներ, գալիս ենք մայիսի 1-ին Ամստերդամ, մայիսի 2-ին Բրյուսել, մայիսի 3-ին Փարիզ, մայիսի 4-ին Մարսել, մայիսի 6-ին գնում է սաղ Եվրոպայով, Ֆրանսիայով, Գերմանիայով, Իսպանիայով, Հոլանդիայով, Բելգիայով։ Ամենտեղ գնում է, վերջում մի հատ ներողություն է խնդրում, ասում է՝ «Սիրելի հայեր, կներեք, ձեր քաղաքները չեկանք, դա էլ հաջորդ անգամ»։ Ովքեր են այդ երգիչների, հումորիստների դահլիճները լցնում։ Գերմանացիներն ու իսպանացիները, հայերը, Հայաստանից արտագաղթած հայերը, այնքան շատ են արտագաղթել, այնքան ամեն տեղ են արտագաղթել, որ հայ երգիչը, հայ հումորիստը մի տուրնեի ժամանակ չի կարողանում բոլոր այդ արտագաղթած վայրերով տուրնեն ավարտի։ Չի հասցնում, ի վիճակի չի մի մարդը։ Վերջում էլ համերգներից հետո իրանց սիրած աստղերի հետ ժպտում են, նկարվում են, լավ էլի ժպտացեք, էլի նկարվեք, բայց հարց է ծագում։ Եթե մի ազգ անկախանալուց հետո ազգի կեսը պիտի արտագաղթի Իսպանիա, կեսը Կանադա, կեսը Ավստրալիա, կեսն էլ Ամերիկա։ Էլ անկախանալու իմաստը ո՞րն է, բացատրեք ինձ։ Պետություն ունենալու իմաստը ո՞րն է, սահմանը պահելու իմաստը ո՞րն է, զոհվելու իմաստը ո՞րն է։ Այդ հլա արտագաղթածների մասին եմ ես ասում, էլ չասած որ մնացած հայերի Հայաստանում հիմա ապրողների մի զգալի մասը փորձել է արտագաղթի չի ստացվել։ Հələ դրա մասին ոչ ոք չի խոսում, թե քանի հայ է այսօր Հայաստանում ապրում, որը մտել է Ամերիկայի դեսպանատուն, մերժվել է, դրանով էլ չի արտագաղթի Ամերիկա։ Եվ քանի հայ կմնար Հայաստանում, եթե բոլորին այդ բոլոր վիզաները տրվեր։ Եթե մենք չենք ուզում այս երկրում ապրել, բարեկամներ, կա շատ հեշտ ձև, կարելի է պետություն չունենալ։ Ոչ մեկը մեզ չի ստիպում պետություն ունենալ։ Դա մենք ենք որոշել, որ ուզում ենք պետություն ունենալ։ Մեր տարածքը ինչքան էլ փոքր լինի, Ադրբեջանը ուզում է, ինչպես 25 տարի Արցախն էր ուզում եւ վերջապես գրավեց, հիմա Հայաստանն է ուզում։ Եվ դրա մասին անամոթաբար հենց ուղիղ էլ ասում է։ Մարդկանց չի ուզում, հայ չի ուզում, ինչպես Ղարաբաղում հայեր չեր ուզում որ լիներ, բայց տարածքը ուզում է։ Ինչպես Արցախում վառելիքով ապահովեցին, որ կարողանար հայ բնակչությունը Արցախից դուրս գալ, նույն ձևով չկասկածեք, Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ ամեն ինչով կապահովեն, ձեր տոմսերն էլ կառնեն, վիզաներն էլ կխփեն, ձեզ կուղարկեն ձեր երազած երկրները։ Այ ադրբեջանցիները ուզում են պետություն ունենալ։ Դրա համար ինչքան էլ դուք ասեք 150 տարի առաջ Ադրբեջան չկար, Ադրբեջանը չունի խորենացի, Ադրբեջանը չունի տաթևացի, Ադրբեջանը չունի մաշտոց, բայց Ադրբեջանը անկախանալուց հետո 7 միլիոն բնակչությունից դարձել է 10 միլիոն բնակչություն։ Ես շնորհեք շատ կուզենայի, որ հայ ժողովուրդը չունենար խորենացի, չունենար տաթևացի, բայց անկախանալուց հետո ոչ թե արտագաղթեր, այլ իր 3 ու 7 միլիոն բնակչությունը այսօր աճած լիներ, դարձած լիներ, ասենք 5 միլիոն բնակչություն։ Հрьяաներն են ուզում պետություն ունենալ։ Դրա համար ամբողջ աշխարհից գնում են Իսրայել եւ կառուցում են իրենց պետությունը։ Դրա համար այսօր Իսրայելը տարածքով Հայաստանից փոքր է, բայց բնակչությամբ մեծ է 3 անգամ, տնտեսությամբ էլ մեծ է 25 անգամ։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, դրա ձևը կա։ Ամբողջ աշխարհից հայերը գալիս են Հայաստան եւ կառուցում են իրենց պետությունը, եթե ուզում են ունենալ, եւ չեն գալիս, եթե չեն ուզում։ Պարզ տրամաբանություն։ Ես ինքս այդպես եմ վարվել։ Ես Նարեկ Սարգսյանս Հայաստանում չէի ապրում։ Ապրում էի Գերմանիայում, ինտեգրված էի գերմանական կյանքին։ Ես խոսում եմ գերմաներեն, ես կարող էի դառնալ Գերմանիայի քաղաքացի եւ հանգիստ ապրել Գերմանիայում։ Ես չեմ դառել Գերմանիայի քաղաքացի, ես հետ եմ եկել Հայաստան եւ ապրում եմ Հայաստանում, մնացել եմ միշտ Հայաստանի քաղաքացի։ Ինչու՞։ Ոչ թե որովհետեւ Գերմանիան չեմ սիրում։ Ես սիրում եմ Գերմանիան, բայց պարզ պատճառ կա, ես ուզում եմ ունենալ պետություն։ Գերմանիայում կյանքը հարուստ է, Գերմանիայում կյանքը մաքուր է, գերմանացիները քաղաքակիրթ են, շատ ավելի քան հայերը։ Ես սովոր եմ գերմանական կյանքին։ Ես սովոր եմ, որ չգիտեմ, մարդը սիգարետը ծխելուց հետո չգցի խոտերի մեջ։ Ես շատ բաներ կան, որ Գերմանիայում ինձ շատ ավելի դուրակալի քան Հայաստանում։ Բայց ես եկել եմ Հայաստան եւ ապրում եմ Հայաստանում մի պարզ պատճառով, ես ուզում եմ ունենալ պետություն։ Ուզում եմ, դա իմ ընտրությունն է։ Ողջամիտ մարդը, երբ ինչ-որ բան է ուզում, ինքը անում է գործողություն,
որ իրեն տանում է դեպի իր ուզած նպատակ։ Հայ մարդը, որը ուզում է ունենալ Հայաստանի Հանրապետություն, ինքը ապրում է Հայաստանում, եթե Հայաստանում է չի արտագաղթում, եթե արտագաղթել է հետ է վերադառնում եւ կառուցում է իր պետությունը։ Իսկ եթե ձեր եւ ձեր ընտանիքի նպատակը Ամերիկայի վիզան է, Շենգեն վիզան է, հետո Ամերիկայի քաղաքացի դառնալն է, Եվրոպական միության քաղաքացի դառնալն է, ձեր երեխաներին անպայման Հայաստանից փախցնելն է, անպայման Ամերիկայում ծննդաբերելն է, անպայման գերմանացու հետ ամուսնանալն է, որ դուք էլ դառնաք գերմանացի, ուրեմն դուք չեք ուզում պետություն կառուցեք։ Դուք չեք ուզում, բայց իմացեք, կան մարդիկ, որ ուզում են։ Եվ քանի որ այդ մարդիկ կան, մեր պետությունը անպայման կկառուցվի։